մի մուրացկան նստած է շուկայում, այդ իշխանը գալիս է անցնում է շուկայի միջով, այդ քաղաքի իշխանն է լինում, բոլորը կանգնում են ոտքի, այս մուրացկանը չի կանգնում էլի, աղբի մեջ նստած մուրացկանա լինում, մեկը թիկնապահների այդ իշխանը ասում են, բոլորը կանգնում են ոտքի, ինչու՞ չես դու ոտքի կանգնում, այս մուրացկանն ասում է, իսկ ով է այս մարդը, դե ասում է իշխանն է, հա, ասում է, ես հարց ունեմ այդ իշխանին տալու, ասում է իշխան չան, շատ խոնարհ ձևով ասում է, այդ որ դու իշխանը չես, այս քաղաքի տերուդիական, հա, ասում է, որ Աստված հաջողի առաջ գնաս, ինչ կդառնաս, ես ինձ հպարտանում եմ, ասում է, որ ինչ առաջ գնամ, նահանգապետ կդառնամ, ինչ լավ ասում է, որ նահանգապետ, որ մի քիչ առաջ գնաս, ինչ կդառնաս, դե ասում է, թագավոր կդառնամ, հա, ասում է, որ մի քիչ առաջ գնաս, ինչ կդառնաս, ասում է, դե կայսր կդառնամ, ասում է, դրանից, եթե առաջ էլ գնաս, ինչ կտաս, դրա ասում է, դրանից հետո էլ ինչ ոչինչ, ասում է, այդ ոչինչ ես եմ, մուրացկան ասում է, այդ ոչինչ ես եմ, ասում է, որ ինչքան էլ գնաս ինձ ես հասնելու, դեռ ես քո դեմ ինչ բարձրանամ, այսինքն մարդը առաջ գնալով չի բարձանում, այլ խոնարհվելով է բարձանում, կատարելությունը հենց սրա մեջ է Քրիստոս ասում, նմանվեք ինձ, ինչպես ես իմ Հորը, տեսեք ես ինչքան խոնարհվեցի, դուք աղքատ եք, ես աղքատացա, որպեսզի դուք իմ աղքատությամբ հարստանաք, մսույի մեջ ծնվել չէ Տերը, Հյուսնի որդի էր, որ Հիսուսին 43-ական տաճար էին տանում, գարել չունեին, որ զոհաբերին, երկու զույգ տատրակսը զոհաբերեցին, աղքատ, օրիսկետներն ու փարիսեցիները ասում են, ով այս ոչ իշխանա, ոչ Հյուսնի որդի է, ով Նազարեթ քաղաքից, ոչ կրթություն ստացել, ոչ փարիսեցի է, ոչ օրենսգետ է, ոչ քահանա է, ով որ սրան լսենք, ոչ մեկ չէր ճանաչում Քրիստոսին, եւ պետք է չէ որ ճանաչեն։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված ընտրեց այս աշխարհի ոչինչներին, որպեսզի ամեն ինչներին ոչնչացնի։ Այս աշխարհի տագետներին ընտրեց, որպեսզի իմաստուններին տգիտացնի։ Այս աստվածային կատարելություն։ Տեսեք, այստեղ հենց այդ գեղեցիկ բանալին կատարելության։ Մենք չպետք է ձգտենք կատարելության, որտեղ Սատանան էլ ասաց, ես գնամ իմ գահը Աստծու գահին հավասար կդարձնեմ, բայց ու գնաց դժոխքի ճանապարհ։ Մենք չէ, մենք ձգտենք մեղքերի խոստովան։ Տեր Աստված ների մեզ ողորմիր մեզ կատարելության բանալին խոնարհությունն ու սերն սեր ոչ միայն կատարելության, այլ երկնքի արքայության բանալին խոնարհության ու սերն։ Երբ որ դու ինչ-որ պարահանդես ես ուզում մտնես, ինչ պետք է տոմս ցույց տաս, չէ՞։ Այդ տոմսը սերն ու խոնարհությունն է։ Երկնքի արքայության մտնելու համար դու պետք է սեր ցույց տաս, իսկ առանց խոնարհության, առանց զոհաբերության սեր չկա։ Ուրեմն կատարելության ձգտումը խոնարհություն, երկնքի արքայության բանալին սերն է։